Նարեկ Գրիգորյան։ Պարոն Վարդևանյան, ճիշտ ասած, հարցս մի քիչ ավելի հեռվից գամ։ Դուք եղել եք Հանրապետական կուսակցության վարչապետի օգնական։ Հետո եղել եք Հայաստան դաշինքի Ռոբերտ Քոչարյանի դաշինքի падգամավոր եւ այնուհետ ուժեղ Հայաստան կուսակցության Սամվել Կարապետյանի, եթե չեք նեղվի ես ասածից, падգամավոր, հա, երևի տենց։ Հա, հիմա հարց, դուք մի քիչ առաջ շեշտեցիք, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր ժամանակների կառավարությունում եղել է իրավունքի գերակայության խնդիր։ Այսինքն դուք աշխատել եք, դուք պաշտոն եք զբաղեցրել իրավական գերակայության խնդիր ունեցող իշխանության մեջ։ Եվ արդյոք կիսում եք պատասխանատվությունը այդ ձեր աշխատած ժամանակահատվածի Հանրապետական կուսակցության եւ իր ղեկավարների եւ Հայաստանի եւ հաջորդ կիսում եք Հայաստան դաշինքի եւ հիմա ուժեղ Հայաստանի։ Հարցս այն արդյոք կիսում եք իրենց գաղափարները եւ արդյոք դուք այդ ժամանակ իմացել եք, որ իրավունքի գերակայության խնդիր ունի եւ շարունակել եք աշխատել կամ բարձրաձայնել եք։ Երկրորդ հարցս, պարոն Վարդևանյան, ճիշտ ասած, դուք միշտ հարցը պատասխանում եք, տանում եք իրավական դաշտ որպես իրավաբան եւ պատասխանում եք, բայց ամեն դեպքում ես իմ գործընկերների ուղիղ հարցերին այդպես էլ ուղիղ պատասխան չտեսա։ Հիմա հարցից բացի մի բան էլ ասեմ, հարգելի գործընկեր պարոն Վարդևանյան, դուք մարդկանց ասում եք, պետք եթե մարդուն անուն ազգանունով դիմում ենք, դու այնտեղից գոռում եք, թե կամ խանգարում եք, թե պետքա չդիմեք։ Օրինակ Կտրիչ Ներսիսյանը մարդի անուն ազգանուն է, որին մենք այդպես ենք դիմելու եւ մեզ հակառակը չեն կարող ստիպել։ Օրինակ դուք իրան վեհապար եք դիմում, Կարապետյան Սամվելն էլ վարչապետ եք դիմում, դա մեզ չի վերաբերում, շնորհակալություն։ Պարոն Գրիգորյան, որ պատկերացնեք այն աստիճան եք սխալվում վեհապար հայրապետի մասով, ես այդ ձեր սխալմունքը կընդգծեմ հետևյալով. Հայաստանի Հանրապետությունում այո կա մի իրավիճակ, որ վեհապար հայրապետի դեմ քրեական վարույթ կա նախաձեռնված կարգալույծ անելու հարցով։ Նշված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Սա մի տիտանական ցավ է պատճառում եւ անարդարություն է, կարծում եմ շատ հազարավոր, 100,000-ավոր, միլիոնավոր հայերի համար։ Օրինակ պարոն Անդրանիկ Քոչարյանը երեք խոսում էր պարոն Պասկևիչյանի մասին, իր ֆիլմի մասին։ Հուսով եմ կկարդա իր գրառումները, որոնք վերաբերում են վեհապար հայրապետին։ Նույնիսկ ֆիլմ է արդեն նկարահանել այդ հարցով։ Պատկերացնում եք քննիչը ու դատախազը Գարեգին B կարգավիճակն են օգտագործում, ոչ թե ավազանի անունը։ Անձնագրի մեջ գրված է Գարեգին B։ Հասկանում եք, այսինքն նույնիսկ քննիչը դատախազը չեն կարողացել դա անել, չեն կարողացել։ Կարողա չեն կարողացել, որովհետև հավատքը թույլ չի տվել։ Բայց փաստը այն է, որ նույնիսկ քննիչը ու դատախազը դա չեն արել։ Ձեր իշխանության ժամանակվա քննիչ դատախազ։ Կարող եք դատալեքսով էլ ուսումնասիրել։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին։ 2016-ից 18 թվականներին եղել եմ Կարեն Կարապետյանի օգնականը, այնուհետև զբաղեցրել եմ նաև ավագ օգնականի պաշտոնը։ Այդ ժամանակահատվածում առնչություն ունեցել եմ դատաիրավական համակարգի որևէ մի կոնկրետ գործի հետ, ոչ չեմ ունեցել։ Այդ ժամանակահատվածում պատկերացրել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան իրավական խնդիրներ, իհարկե, դրա համար էլ հենց այդ ժամանակահատվածում մշակվում էին բազմաթիվ դատաիրավական բարեփոխումների ծրագրեր, բազմաթիվ։ Ավելին, այն բարեփոխումը, որը վերաբերեց նրան, որ Երևան քաղաքում բոլոր վարչական շրջաններում, երևի մեր հայրենակիցները կհիշեն, բոլոր վարչական շրջաններում դատարանի նախագահ կար։ Ամենտեղ, ու այդ դատարանի նախագահը իր բոլոր ազդեցության լծակները ունենում էր։ Այդ ռեֆորմը, ըստ որի Երևան քաղաքում եղավ մեկ նախագահ եւ վերջ, դրան մասնակցություն ունեցել եմ։ Արդյոք դա բերեց խնդիրների լուծմանը, բնավ ոչ, բացարձակ։
Արդյոք 2016-18 թվականներին Հայաստանի Հանրապետությունում իրավական խնդիրներ եղել են, ասեցի, որ իհարկե եղածած կլինեն։ Ավելին այդ ժամանակահատվածում նաև սոցիալ-տնտեսական բավականին լուրջ բարեփոխումներ են եղել եւ տնտեսական աճի ցուցանիշներն են լավ եղել։ Կարող եք պարոն Թունյանին հարցնել։ Արձագանք։ Պարոն Վարդևանյան, թե ով, որտեղ, ում ոնց է դիմում, դա կներեք, բայց այդքան էլ ինձ այս պահին չի հետաքրքրում։ Ես դիմում եմ մարդուն իր անուն ազգանունով, ինչ վերաբերվում է հավատքին, հավատքը ասելով չի, դուք մտածեք, որ ավելի հավատացյալ եք, քան մենք, դրանից ես չեմ նեղում, որտեղ այդ ասելով չի։ Ինչ վերաբերվում է հանրապետական կուսակցությանը, դուք ներգրավված եք եղել հանրապետական կուսակցության այդ ամբողջ process-ներին եւ մենք 2018 թվականին մերժել ենք Սերժ Սարգսյանին եւ հանրապետական կուսակցությանը եւ հիմա պարզ է որ դուք չեք կարող մեր հետ թե գաղափարապես թե մնացած հարցերում համակարծիք լինել, որտեվ ըստ էության ներողություն եմ խնդրում, բայց ժամանակին ձեզ էլ իրենց հետ ենք մերժել։ Շնորհակալություն։ Գիտեք, պատմությունը ցույց կտա, թե ի վերջո այս ժամանակահատվածում ձեր ծրագրերին, գործողություններին ինչ գնահատական է տրվելու։ 2018 թվականին դուք երբ եկել եք իշխանության, վստահ եմ ձեզանից որևէ մեկը այդ պահին չէր պատկերացնում, որ 2026 թվականին պետք է խոսենք հայաթափված Արցախի, հազարավոր զոհերի եւ Հայաստանի Հանրապետությունում հենց հիմա օկուպացիայի պայմաններում։ Եկեք ամեն դեպքում արձանագրենք, որ ես ձեր հետ, այո, ձեր թիմի հետ ունեմ գաղափարական, տիտանական անջրպետ։ Այո, այդպես է։ Բայց պատմությունը ի վերջո, կարծում եմ այդ մասով էլ իր գնահատականը կտա։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար